Մեր պահանջը միակ պահանջը մեր երեխաներն են անհայտ կորած տղաների ճակատագրերի բացահայտումը, հայրենադարձումը, հաստատումը գերության ու հայրենադարձումը։ Ինձ թվում է հենց պլակատները իրեն կհուշեն մեր պահանջը, ոչ մի քաղաքական բնույթ չի կրում այսօրվա մեր հավաքը, լուռ ակցիա ենք անում, ինչպես տեսնում եք խաղաղ ու լուռ ակցիա ենք անում, ընդամենը կարելի ասել խնդրանք պահանջամերը, որ անընդհատ եվրոպական ամբիոններից մարդասիրությունից են խոսում, խաղաղության կոչեր են անում, էլի, բայց ինչ խաղաղություն առանց մեր զավակների հաստատման ու հայրենադարձման, հա։ Մենք ամեն րոպե սպասում ենք մեր տղաներին, այս պայսով մենք հավաքվել ենք, որ բողոքի ձայն, որպես ու օգնության պահանջ, այդպես ասեմ, էլի, որ օգնեն բացահայտել մեր երեխաների ճակատագրերը, անընդհատ իրանք խոսում են մարդասիրությունից, ինչա մենք մարդ չենք, մեր տղաները մարդ չեն, որ այսօր բռնի պահվում են Ադրբեջանի ջիրաններում, հա, դրա համար ենք ընդհանրապես ուզում, որ անպայման ինչ որ եղել է մեր երեխաների հետ, ուզում ենք ճշմարտությունը իմանանք, անկախ դրանից Աստված մի արարցի ամենալավից, ամենավատը, մենք ուզում ենք իմանանք ճշմարտության բացահայտում։ Ու անընդհատ կոչերով է Եվրոպան հանդես գալիս։ Ունենք եվրոպական դատարանում բազմաթիվ տեսանյութերով տղաների, ովքեր հաստատվել են եվրոպական դատարաններում, բայց չգիտես ինչի ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա, էլի։ Բա ինչ եղան այդ տղաները, ախր այդ նույն տեսանյութերը հրապարակվել է ադրբեջանական իսկ կայքերից, հա, իրենք են, բա ինչ եղան այդ տղաները, էլի, ու Եվրոպան այդ ամեն ինչին ինչի է այսքան լուռ նայում, էլի, անընդհատ կոչեր են անում, իսկ երբ պիտի գործի անցնեն ուղակի, այդ խաղաղություն մենք էլ ենք խաղաղություն ուզում, մենք էլ չենք ուզում, որ այն ինչ որ մենք անցնում ենք ուրիշ մայրեր անցնեն, ու ինչպես տեսնում եք այսօրվա հավաքին մենք գրեթե բոլորը սպիտակ շապիկներով ենք, սպիտակը ինքը անհայտության նշանն է, մենք այդ պատճառով ենք այսօր սպիտակ շապիկներով ստեղ, մենք ստեղծել ենք նաև ասոցիացիա անհայտ կորած հարազատների համահայկական ասոցիացիա, որտեղ միավորված են եւ 90-ականների անհայտ կորածները եւ 20 եւ 23 թվականների, ինչպես գիտեք, դեռ 90-ականներից մենք ունենք 777 անհայտ կորածներ, ու դասեր չքաղելով 90-ականներից, նույն սխալը եղավ 20 թվականին եւ նաեւ 23 թվականին։ Իսկ հիմա մենք պահանջում ենք մեր զավակների վերադարձը, մեր զավակների հաստատումը։ Գիտեք ինչքան դժվար է ծնողի համար լինել անհայտության մեջ, այսինքն անորոշության մեջ, հա, երբ որ իր երեխան չգիտի ողջ է, չգիտի կա թե չկա, գիտեք ինչքան դժվար է ամեն մի դռան զանգից դու ինչ ես ապրում, ամեն մի հատ հեռախոս, եթե ուրիշ հանծանոթ համարից է դու ինչ ես ապրում, այդ անորոշությունը մեզ սպանում է, այդ անորոշությունը երկար տևեց իրանց լռության պատճառով, հա, երբ որ իրանք գործի անցնեն, երբ որ իրանք բարձրաձայն են, երբ որ իրենք խոսեն, սարքեն սա օրակարգային հարց ու շատ խոսի սրա մասին, այսի այսքան երկար չէր գնա, իսկ այս լռությունը մեզի սպանում է, այս ծնողներիս համար դանդաղ մահ է, ցավոք այսօր մեր շատ ծնողներ այսօր մեր հետ չեն, չդիմանալով այս կծկիծին մահացան, ինչքան կարելի է դիմանալ այս անորոշությանը, ինչքան կարելի է այս ցավով ապրել, հա,